բարձեցիք, որ ինքն էլ հանրապետականների հետ կապ ունի։ 2017 թվին եղել է ռեյտինգային տեխնացու ՀՀԿ ցուցակով։ Բայց ասում եք կուսակցական չէ։ Դե կուսակցական պարտադիր չալնես, ինքը պատգամավոր տեխնացու է եղել ՀՀԿ-ի ցուցակով ռեյտինգային Վարդան Այվազյանն ընտրվել, իհարկե իր հեղինակությունը կամ բարձր չէր էլի։ Այդ ռեյտինգայինով Վարդան Այվազյանն ընտրվել, բայց տեխնացու է եղել։ Ասիկ իրաց խմբակցությունից ես տոր նստեցի, հաշվեցի, նայեք, Սասու Միքայելյան, ՀՀԿ խորհրդի անդամ, 2008 թվին ինքն առաջադրեց Սերժ Սարգսյանի տեխնացուն նախագահի պաշտոնում։ Համագումարը իր առաջարկին ընդառաջեց։ Ինքը առաջարկեց, որ իր մարտական ընկերոջը առաջադրեց նախագահի տեխնացու, համագումարն էլ ընդառաջեց։ Անդրանիկ Քոչարյան եղել է Վազգեն Սարգսյանի օգնականը։ Վազգեն Սարգսյանը հանրապետական կուսակցության պատմության մեջ ամենամեծ դերակատարում ունեցած առաջնորդներից մեկն է։ Եկանք բանը Սերգեյ Բագրատյանը ՀՀԿ-ի պաշտոնավորման շրջանում որպես կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, ինձ առաջ ինքն է եղել։ Կնյազ Համիդիչը Հասանովը 17 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի պատգամ։ Բանը Ծովինար Վարդանյան, հայրը Գևորգ Վարդանյան եղել է պետնախարար, շրջակա միջավայրի նախարար, պաշտպանության նախարարի տեղակալ։ Տարբեր անձինք են հայրը եւ երեխան։ Հա, բան չունեմ ասել, բայց այստեղ էլ է, չէ՞, շեշտվում է, որ այս ինչի հայրը պաշտոն զբաղեցրել, ինչի հայրը խմբակցություն, բայց դրա այդ համատեքստում եմ ասում։ Ելով կարանդ, հələ չընտրվածների մեջ, այո, Ռուբինյանն էլ դաշեր ժամանակ։ Բանը գալիս ենք, ասեմ ձեզ, այնտեղ չընտրվածների Շիրակը Թորոսյան 3 անգամ ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր։ Գագիկ Մելքոնյանը, որ անցած սազիվին կար, պաշտպանության նախարարի տեղակալը նշանակվի գեներալական երկու կոչումն էլ Ռոբերտ Քոչարյանից է ստացել։ Այսինքն նստած 11% խմբակցության հիմիկ վա։ Ուղիղ կապ ունի։ Հիմա իրավունքի ուժով ա եղել դեռևս 10 տարի, քանի՞ 12 թվին դեսպան եմ նշանակվել 14 թվին։ 12 տարի առաջ։ Պարոն Ղազարյան, քանի հոգու հաշվեցիք, ասեցիք 10 քանի հոգի։ 7-8 հոգի այս պայդրությամբ, այսինքն ուղիղ տենց կապերով է։ Սարիկը Մինասյանը։ Ասին չէ, որ բայց ասեն բանը դիմում ա գրել, ինչ որ դիմում է դասվեցին, չէ՞, մամուլում հետ եմ հիշում, որ դիմել ա, որ անդամակցե ընդունվել ա կուսակցության շարքեր թե չէ, բայց այսինքն մտադրություն բան եղել է։ Նես որ հիմա դա ասի ինչ է, այդ բան ունենալով ուզում ասեմ, ում ինչ են ասում էլ։ Պարոն Ղազարյան, Վիլեն Գաբրելյանը ձեզ հորդորեց իր ելույթների ժամանակ ձեր գլուխը կախել։ Շատ եմ դարձել։ Շատ։ Ինչ։ Դրա համար Վահագն Ալեքսանյանի նկատողություն։ 2017